Հարցնում են սրան նրան և ստորացուցիչ հարցեր է տալիս և մարդում, որի իշխանության 10 տարիների ընթացքում բանակում ընդամենը 92 մարդ է մահացել, մարդասպան է անվանում, մարդ, որի թիկնապահները ծեծելով մարդեր մահացել, բոլոր 4-5 թիկնապահներին և ծառայողներին հեռացրեց աշխատանքից ու դատվեցին, ես ուզում եմ հարց տալ, ինչու են ոստիկանները ծեծելով սպանել հայ կնոջ ապրիլի 7-ին, 2026 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանները և քննիչները մտել են 44 օրյա պատերազմի հերոսի տուն և սկսել են ամենակոպիտ օրենքի խախտման, առանց նկարահանման, որի իրավունքը չունեն առանց նկարահանման զննում իրականացնել որևէ մեկի տանը, սկսել են ծեծել ու ջարդել ընտանիքի անդամներին, կոնկրետ Արման Առաքելյանը եղբոր համար մտել են տուն, մայրը փորձել է պաշտպանել իր որդուն, մորը բռունցքներով հրել են, գցել են գետնին բռունցքներով, չեն հարված է, հրել են, հիմա նա նոր ձև է, հետքեր չթողնելու համար բռունցքով հրում են, կամ բռունցքով դրած ճնշում են, տանից գտել են մեկ փամփուշտ և 1 գրամ կանեփան նման զանգված, փամփուշտը այդ տղան ասել է պատերազմից մասունք է բերել եմ, կանեփան զանգված այդ տանը հայտնվել է ոստիկանների հայտնվելուց հրմշտելուց քաոսից հետո, բայց արդյունքում այդ մորը շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, աղիքների ոլորումը լինում է հարվածներից, ճնշումներից, անմարդկային ճնշումներից և օպերացիայի ժամանակ այդ կինը մահացել է։ Այդ մասին գրում է թերթը, Նինա Խաչատրյանը սպանվել է Նիկոլի ոստիկանների կողմից։ Մինչև այդ իր որդին հայտարարում է, որ իր մայրը ոչ մի հիվանդություն չի ունեցել և որովայնից ոչ մի գանգատ չի ունեցել։ Դուք պատկերացնում եք ինչ խոշտանգում է իրականացվել։ Նիկոլի զոհերը արդեն անսահման են, 13,000 զինծառայող, Սոնանից չծնված երեխայի հետ, ճանապարհին, Տաուշի ճանապարհին մարզում տալիս սպանում են, վիրավորում են մարդկանց, 16 կենթանի այրված մեր հերոս տղերքը զինվորները, 16 հոգի Սուրմալուի պայթյունի սպանվածները, դրանք բոլորը և 72 անհասկանալի մահեր Նիկոլի օրոք, ներեցեք 32 անհասկանալի մահեր Նիկոլի օրոք, Նիկոլի արյան ճանապարհը, ոստիկաններ, դուք ինչ իրավունք ունեք մորը հրմշտել։ Ոստիկանության մասին օրենքում գրված է հարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Դուք ինչ իրավունք ունեք բռունցքներով հրելու մարդկանց, կնոջը։ Դուք իրականում Ենիչարի թուրք եք, նիկոլական թուրքական ապրանք։ Այն ոստիկանները, ովքեր այս մահվան պատճառ են դարձել։ Հասկանում եք ինչ է դա տեղի ունենում։ Մինչդեռ ես ինչու հիշեցի Սուրմալուի պայթյունը, որովհետև Սուրմալույում տների վաճառքը, այդ հատվածում կառուցվող տների վաճառքը դադարեցված է, որովհետև այդտեղ 100,000 ադրբեջանցի պետք է վերաբնակեցվեն։ Հաճախ մարդիկ ասում են, պարոն Հովհաննիսյան, որտեղից է թվերը, ուսումնասիրեք ադրբեջանական մամուլ։ Նիկոլականները հիմա ուզում են ասեն, որ Նիկոլը գնացել է Էրդողանից հրաման չի ստացել 10 հատ մզկիթ կառուցի Հայաստանի Հանրապետությունում։ Բացեք Փաչազադեի հայտարարությունները։
Իսկ ով կասկածում է, ասեք մի բան, որ թուրքերը հայտարարել են եւ Նիկոլը չի արել։ Մեկ բան գոնե։ Նիկոլը մարդկանց ասում է, ես ինչ եմ զիջել Թուրքին։ Ես բերեցի 20 կետ, թե ինչ ես դու զիջել Թուրքին։ Ասում է, ինչ սուտ եմ ասել, ես ինչ սուտ եմ ասել, քաղաքացին ասում է, դու ստախոս ես։ Ասում է, ինչ սուտ եմ ասել։ Դենց էլի, անմեղ հայացքով, էլի պրոֆեսիոնալ, հասկանում եք, գենետիկական, շիզոֆրենիկ ստախոսի նման ինչ սուտ եմ ասել։ Նիկոլ, դու շատ ստեր ես